բազում եպիսկոպոսների, բազում սրբազան հայրերի արժեհամակարգը եւ հոգեվոր կամ ուրեմն կենցաղային կերտվածքը թույլ է տալիս ասելու, որ նրանք այնքան են, այսպես ասած, շեղվել բարոյական նորմերից, որ ամեն ինչին էլ հնարավոր է, որ նրանք գնան։ Այլևս չեմ խոսում, ասենք նրանց կներեք մի բառ ասեմ, ներողություն եմ խնդրում, բայց հայերեն պիտի ես ասեմ, սեքսաքաղցը։ Դուք պատկերացնում եք դա ինչ մոտեցում է։ Դուք պատկերացնում եք Շիրակի թեմի առաջնորդը, անունը չեմ ուզում տալ, ասում է իբր ուզում է արդարանալ, ասում է կուսակրոն հոգևորական է խոսում, բարձրաստիճան կուսակրոնության ուխտը կամավոր կերպով ընդունած հոգևորական, ասում է կարծում եք հեշտ է 20 օր առանց կնոջ յոլա գնալ։ Հələ ձեզանից մեկն ու մեկը 20 օր դուք պատկերացնում եք ինչպես է փորձում արդարացնել իրենց այս շնությունը, իրենց այս անբարոյականությունը, իրենց ворկրամոլությունը։ Այլևս չեմ խոսում շատ փաստերի շուրջը, երբ որ նա կարող էր բազմաթիվ անգամներ ասել պիտի տապալենք կառավարությանը, պիտի տապալենք իշխանությանը։ Այսինքն այդ գործակալական ցանցի ներկայացուցիչները տվյալ պահին Եզրաս Հասրացյանը այնքան էին հղկացել, որ Մոսկվայում ուրեմն դեմարշ են կատարում Հայաստանի Հանրապետության դեմ։